Բարի երեկո, լրատվական կենտրոնն է շարունակում ազատության եթերը, այսօրվա թեմաներն են։ Սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա է շատ Փաշինյանն ընդդիմությանը մեղադրում է պատերազմ հրահրելու համար, խորհրդարանից հակադարձում են, հենց ինքն է հրահրել 44-օրյա պատերազմը։ Այսինքն Ալիև հետ բանակցել եք, որ եթե չընտրվեք, պետք է սկսի պատերազմ մեր երկրի մեր ժողովրդի դեմ։ Ամերիկյան հետախուզությունը հայտարարում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի խոչընդոտների մասին։ Այդ որ ասում եք ուժեղ եք, ինչով եք ուժեղարա։ Արայով մի խոս, ոնց որ երաշտություն ուզում ես թարգես, գողական գնաս։ Խորհրդարանական ընտրարշավը հավակնում է վերածվել ոչ միայն ծրագրերի, այլև ֆիզիկական ուժի մրցավազքի։ Իրանք այդ ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Մարթա Կոսը Երևանում հայտարարել է, թե Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են կարևոր քան երբևէ։ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացնում է Իրանին ծանր հետևանքների մասին։ Կարողանա արդյոք մեղադրյալի կարգավիճակ ստացած կաթողիկոսը մասնակցել Վրաստանի պատրիարքի հուղարկավորությանը։ Որքան մոտենում են ընտրությունները, վարչապետ Փաշինյանն ավելի է զարգացնում խոսույթը, թե ով կասկածի տակ է դնում խաղաղության իր օրակարգը, ուրեմն պատերազմ է բերելու։ Ընդդիմությունը հակադարձում է խաղաղություն էլ կա, խաղաղություն էլ այն պետք է ոչ միայն զիջումների վրա կառուցված լինի։ Ալիևը նույնիսկ այնքան չի սպառնում հայ ժողովրդին, ինչքան Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե ամեն օր հաստատված խաղաղության մասին է պատմում, այսօր զգուշացրեց մարդկանց։ Խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու։ Բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած մաքսիմալ աշնանը ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Ընդդիմադիրների տեքստերը վերլուծելուց բացի Նիկոլ Փաշինյանը ինչ տեղեկություն ունի, որ իր ղեկավարած ուժի պարտության դեպքում պատերազմ է սպասվում։ Հնարավոր է Ադրբեջանի նախագահն է Նիկոլ Փաշինյանին նման բան ասել, որ կհարձակվեն Հայաստանի վրա։ Վարչապետից այս հարցերի պատասխանն այսօր ստանալ չհաջողվեց։ Ընդդիմադիր падգամավոր Աննա Գրիգորյանը հանրությանն առաջարկում է Փաշինյանի սպառնալիքները լսելու փոխարեն հիշել քաղաքացիական պայմանագրի իշխանության տարիների մարդկային ու տարածքային կորուստները։ Այդ ինչ պայմանավորվածություններ ունեք Ալիևի հետ, որ հստակորեն պնդում եք, նույնիսկ ամիս եք նշում, թե երբ է լինելու պատերազմ։ Այսինքն Ալիև հետ բանակցել եք, որ եթե չընտրվեք, պետք է սկսի պատերազմ մեր երկրի մեր ժողովրդի դեմ։ Դուք պատկերացնում եք այն ծնողների զգացմունքները, որ այսօր տղա երեխա ունեն բանակում։ Այսինքն կարելի է սեփական ժողովրդի շանտաժի ենթարկելու գնով վերարտադրվելու փորձեր իրականացնել։ Ընդդիմադիրների պատերազմական տեքստերից Նիկոլ Փաշինյանն այսօր շատ օրինակներ չուներ։ Առաջիկայում խոստացավ այդ թեմայով մի ուղիղ եթեր, բայց մի քանի այդպիսի օրինակներ համացանցում տեսել է։ Երեք ինչ որ նկարներ եմ տեսնում Newsfeed-ում երևում է ուժեղ խաղաղություն կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր ներիր մեզ Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, հասկանում եք, այս ամեն ինչի մասին է, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է, խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմը։ Ընդդիմադիր ուժերի անուններ Փաշինյանն ուղիղ չնշեց, բայց ակնարկից հասկացվեց խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի մասինն է։ Այս ուժերից հակադարձում են, իրենք իշխանության գալու դեպքում չեն հետապնդելու Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, չեն չեղարկելու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ինչպես ընդդիմադիր գործիչները ձևակերպեցին, չեն անելու այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018
2008 թվականին, երբ եկավ իշխանության։ Ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որ ռևանշիստական հայտարարություններ է անում, խոսում է գալուց հետո Արցախի վերազատագրման մասին, խոսում են որոշակի արժեքների պաշտպանության, մեր գերիների վերադարձի մասին։ Այո, գերիների վերադարձ պատերազմ չի նշանակում։ Մեր եկեղեցիների պաշտպանությունը պատերազմ չի նշանակում։ Այդ ինքն էր, երբ որ Արցախը Հայաստանը եւ վերջ կարգախոսով հանդես էր գալիս, այդ ժամանակ է ինքը պատերազմը սադրել։ Հիմա Հայաստանում չկա որևէ ուժ, որ լինելու է Նիկոլ Փաշինյան 2, որ գալու է իր զրոյական կետից սկսի։ Մենք ոչ միայն չենք ասել, որ գալու ենք չեղարկենք, մենք հայտարարել ենք, որ մենք չենք սկսելու զրոյական կետից, ինչպես իրենք արեցին ու մենք տեսանք այդ զրոյական կետից մեկնարկելու լրջագույն հետևանքները։ Մենք գալու ենք, հասկանանք ինչ ունենք հողի վրա եւ բնականաբար շարունակենք դրա, եթե կլինեն այդպիսիք դրական պայմանավորվածությունները եւ բացառապես այդ ձեռք բերված պայմանավորվածությունները փորձենք երաշխավորելով ի օգուտ հայկական շահի։ Սամվել Կարապետյանի թիմակից Գոհար Մելոյանը կարծում է, ընդդիմադիրներին պատերազմ հրահրելու համար մեղադրող Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու մի գործիք ունի՝ մարդկանց պատերազմով սպառնալ եւ այժմ հենց դրանով է զբաղված։ Սա մտածածին հնարք է եւ մեր հանրությունը պետք է հասկանա, որ հակառակը, եթե իրենք մնան, այդ ժամանակ է պատերազմ լինելու, որովհետեւ իրենք միակողմանի զիջումային տրամաբանության մեջ են ու ինչպես ասացի, այդ թվում մինչեւ մեր ինքնության զիջման գնալու են։ Արդյոք մենք համաձայն ենք ու պատրաստական ենք հաշտ լինել նման իրականության հետ։ Վարչապետն այսօր պնդում էր, թե այս ուժերը պատերազմից շահ ունեն, այդ թվում ֆինանսական եւ ձգտում են ֆորպոստի կառավարիչ դառնալ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու համար մեղադրեց Ռուսաստանին եւ Բելարուսին։ Նրանց ուղարկել են ստեղ, ասել են խնդիրը չլուծեք, այդ ձեզ ֆորմալ ինչ որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ մարդկանցից այդ հիմնական ուժերը երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների բան ունեն, ունեցվածք ունեն Ռուսաստանում եւ Բելարուսում։ Միլիարդների ունեցվածք ունեն։ Հիմա իրանց ասել է, ուզում եք այդ ունեցվածքը պահեք։ Աշխատեք, քրտնեք։ Իսկ որ գործող իշխանության հռչակած խաղաղությունը կփլուզվի եւ պատերազմ կլինի, նրանց չընտրվելու դեպքում լավագույն հերքումն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը կեղծ է։ Վարչապետին այսպես պատասխանեց առաջին նախագահի թիմից Լևոն Զուրաբյանը։ Եթե խաղաղության բերած լիներ, ուրեմն այդ խաղաղությունը կախված չէր լինի Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ելքից։ Ինքը արդեն ուղիղ իր հայտարարությամբ երջապես խոստովանեց, որ ինքը ոչ մի խաղաղություն չի բերել։ Ինքը բերել է մեր գլխին նորանոր սպառնալիքներ, նորանոր վտանգներ, նորանոր պատերազմական զարգացումներ։ Փաշինյանին հաջողվել է Ադրբեջանի հետ նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց այն ստորագրված չէ։ Իլհամ Ալիևը դեռ նախապայման ունի Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Այն, որ խաղաղությունը հաստատված չէ, փաստում է նաև Միացյալ Նահանգները, որ օգոստոսյան համաձայնագիրը ստորագրել է որպես վկա։ Ամերիկյան հետախուզական ծառայությունը խաղաղության պայմանագրի խոչընդոտների մասին է ահազանգում, վկայակոչելով Ադրբեջանի պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Դրա մասին արդեն ընդդիմությունը չի ասում Հայաստանյան, ասում է ԱՄՆ հետախուզական ծառայությունը։ Ուղիղ ասելով, որ փաստորեն մեզ խափում են, երբ ասում են, որ խաղաղությունը հաստատված է, որովհետև այս փուլում առնվազն Ադրբեջանը պայմանագրի համար, ստորագրման համար դեռևս նախապայման է համարում Հայաստանում սահմանադրության փոփոխությունը։ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, ուղիղ մեջ բերելով սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը։ Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի սահմանադրությունը, հեռացնելու հղումը, որը նրա խոսքով ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ։ Ադրբեջանի նախագահը Հայաստանի սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղումը չի ուզում տեսնել։ Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը այս ձևակերպումներից եզրահանգել է։ Միացյալ Նահանգներն ուղիղ ասում է, Հայաստանի իշխանությունը սահմանադրության փոփոխության Իլհամ Ալիևի պահանջով է գնում։ Սևով սպիտակի վրա գրված է, այսինքն մեկնաբանությունը այդտեղ չի թողնում։ Փաստորեն ամբողջ աշխարհը ասում է, ֆիքսել է, որ Ալիևի պահանջն է, միայն Փաշինյանը
Փաշինյանը հուսահատ ջանքեր է գործադրում սեփական ժողովրդին համոզելու, որ ոչ լրիվ պատահականություն է, որ մենք սահմանադրության փոփոխության մասին, ոչ թե բարեփոխումների մասին սկսեցինք խոսել այն բանից հետո, երբ դա պահանջը հնչեցրեց Ալիևը։ Հիմա տեքստել կհրապարակեն ու կտեսնենք, որ շատ պատահականորեն լրիվ են պահանջները, որոնք ունի Ալիևը, չկան։ Առաջարկվում է Հայաստանը, որ հանեն։ Լավ, այլ ներքին գործերի միջամտությունը ո՞նց է լինում ու ինքնիշխանության սահմանափակումը ո՞նց է լինում։ Չնայած Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է համարում, բայց եւ պնդում է, արտաքին թելադրանքով չէ, որ իր նախաձեռնությամբ նոր սահմանադրության տեքստ է մշակվել։ Անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու։ Նոր սահմանադրություն ունենալը վարչապետն այսօր ռազմավարական հարց համարեց, ասաց իրավաբանական աշխատանքը ըստ էության ավարտված է։ Հայտարարություններից դատելով արժևում քաղաքական փուլն է։ Նախորդին պարզ դարձավ, որ նոր սահմանադրության տեքստից անկախության հռչակագրի հղումը հանել չհանելու հարցը ոչ թե սահմանադրական բարեփոխումների խորհուրդը իր քվեարկությամբ է որոշելու, այլ իշխող քաղաքացիական պայմանագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չի ասել, որ հղումը նոր սահմանադրությունում տեղ չպետք է ունենա։ Չնայած իր իսկ որոշմամբ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ձևավորվել, տարիներով աշխատել, վարչապետը չթաքցրեց, որ ինքն անձամբ է զբաղվում հարցով։ Ես գիտեմ, որ սահմանադրական հանձնաժողովի նիստեր են տեղի ունեցել։ Ես գիտեմ, որ սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են, որ պարտաճանաչ մասնակցել են։ Մենք չենք կարող այդ մասշտաբային process-ը թողել ուղղակի սուբյեկտիվ ընկալումների։ Դա լրջակույն ռազմավարական հարց է եւ իհարկե կառավարող ուժը, որը ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը կառավարելու Հայաստանի Հանրապետությունը, պետք է այդ հարցերով զբաղվի լրջորեն եւ ես էլ անձամբ զբաղվում եմ։ Մեծ հաշվով տարիների այս քննարկումներից այդպես էլ չիմացվեց։ Անկախության հռչակագրին հղումը հանել թողնելուց բացի, ոչ թե փոփոխությունների, այլ նոր սահմանադրության նախագծով հեղափոխական ինչ փոփոխություն պետք է արվի։ Իշխող ուժն ասել է, ընտրություններում հաղթանակից հետո սահմանադրության հանրաքվե կնախաձեռնեն։ Իսկ եթե այդ մեծամասնությունը չստանան, մեծ դժվարություններ կունենան նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցում։ Ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանը կիսում է ամերիկյան հետախուզական ծառայության գնահատականը։ Եթե մայր օրենքի նախագիծը հասնի հանրաքվեի, ելքն անկանխատեսելի է։ Ելքը այդ հանրաքվեի կանխորոշված համարել չենք կարող անգամ այս պայմաններում, այսպիսի ագիտացիայի պայմաններում, որովհետև դա խոշոր հաշվով նշանակում է, որ 650-ից 700,000 մարդ պետք է գնա եւ Ալիևի սահմանադրությանը այո ասի։ Փաշինյանի կարծիքով Հայաստանի նոր սահմանադրությունը տարածաշրջանի խաղաղությունն է անշրջելի դարձնելու։ Նախընտրական մթնոլորտը վարչապետ Փաշինյանը թեժացնում է նաև մրցակիցներին ձեռնոց նետելով, թե չափենք ուժերը, թե մտքի, թե բասկի, պատասխանը չուշացավ։ Այդ որ ասում եք ուժեղ եք, ինչով եք ուժեղարա։ Արայով մի խոսա, ոնց որ երաշտություն ուզում ես թարգես, գողական գնաս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում ընտրություններում իր առանցքային մրցակիցների թե մտավոր եւ թե ֆիզիկական կարողությունները։ Փաշինյանն այսօր կոնկրետ մարտահրավեր նետեց իր բնորոշմամբ թույլիկ օլիգարխներին, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին եւ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին առաջարկելով հենց ուղիղ եթերում ցույց տալ, թե նրանք որքանով են իրենից ուժեղ։ Այդ մեծ հասկանանք, իրանք այդ ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե կարան իրանք 30 անգամ ասենք ձգվեն այդ օլիգարխները, թող ուղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ, բայց ես կարամ 100 կիլոմետր հեծանիվ քշեմ, թողան, իրանք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուղիղ։ Կընդունի արդյոք Գագիկ Ծառուկյանը Փաշինյանի սպորտային մարտահրավերը։ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետ Ատոնոյանը իր հեծանվային կարողություններով հպարտացող Փաշինյանին հիշեցնում է, ԲՀԿ առաջնորդը ժամանակին հռչակվել է բասկամարտի աշխարհի չեմպիոն եւ այսօր էլ շարունակում է ամենօրյա մարզումները։ Ծառուկյանի խոսնակը միաժամանակ շեշտում է Հայաստանի խնդիրները ձգումներով, հեծանվավազքով կամ ինչ-որ բան ուտելու մրցավազքով չէ, որ պետք է լուծվեն։ Իսկ մարտահրավերը ընդունելու է պարոն Ծառուկյանը, օրինակ։
մենք այլոց թելադրած մտածածին օրակարգերի մեջ չենք ներքաշվելու։ Գագիկ Ծառուկյանը բասկամարտի աշխարհի չեմպիոն է եղել, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, առողջ ապրելակերպի ջատագով սիրահար, ամենօրյա ռեժիմով մարզվող, այսինքն իր կենսակերպով Գագիկ Ծառուկյանը ամենօրյա ձևաչափով է ցույց տալիս առողջ ապրելակերպի կարևորությունը, այլ ոչ թե իմիտացիոն գործընթացներով։ Այսինքն եթե սպորտի առումով մրցակցություն լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա դժվար թե տանուլ տա սպորտային այդ մրցակցության մեջ։ Գագիկ Ծառուկյանը որևէ մեկի այդ մրցակցության մեջ չի պատրաստվում մտնել, բայց Գագիկ Ծառուկյանի սպորտային ձեռքբերումներն ու հաջողությունները անքննելի են։ Թողան Գագիկ Ծառուկյանին ու նաև Սամվել Կարապետյանին ուղղված Փաշինյանի այսօրվա չելենջը միայն սպորտային կարողություններին չէր վերաբերում։ Վարչապետը առաջարկում էր նաև մտավոր բաթլ անցկացնել կրկին ուղիղ եթերում։ ուրիշ ինչից են ուժեղ։ Ուրիշ ինչից են։ Ինտելեկտից են ուժեղ։ Թող մտնեն ու եթեր իրանց ինտելեկտը ցույց տան։ Թող իրենց ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, թող իրանց բառապաշարը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն է թույլիկ են եւ վերլուծական մտքով եւ բառապաշարով։ Ավելի ուշ արդեն իր աշխատասենյակից Փաշինյանը կոնկրետ աշխարհագրական գիտելիքները ստուգող հարցեր էր մտածել։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք, որն է Իսպանիայի մայրաքաղաքը, եւ ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ։ Ծառուկյանի մտավոր կարողությունները կասկածի տակ դնող վարչապետին ԲՀԿ առաջնորդի խոսնակը հիշեցնում է 2018-ի հեղափոխությունից հետո իշխանության եկավ մի թիմ, որի մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չուներ, ինչի արդյունքը Տոնոյանի խոսքով բոլորը տեսան իրենց մաշկի վրա։ Այդ թիմի ղեկավարի ասացների լավագույն վկայությունն ու արդյունքը այսօրվա Հայաստանի Հանրապետության իրավիճակն է իր պատմական աղետներով, իր գոյաբանական խնդիրներով։ Փաշինյանը, որ այսօր հորդորում էր մրցակիցներին ուղիղ եթերում ի ցույց դնել իրենց մտավոր կարողությունները, եւս մեկ անգամ պնդեց, թե տնային կալանքի տակ գտնվող ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը զրկված չէ ուղիղ եթերում խոսելու հնարավորությունից։ Փաստորեն ուժեղ տղեկը քննիչից վախում են։ Ոչ թե վախում են, այլ սարսափած են, դրա համար չեն մտնում ուղիղ եթեր եւ հաղորդակցվում հանրության հետ, որովհետեւ վախենում են, քննիչը կարող է ջղայնանա եւ կարող է ականջները քաշի։ Անկամ եթե գործը այդ լավ չի գնում ու տեսնում ես, որ պարտվում ես ընտրություններում, պետք է քեզ պահել հավասարակշիռ եւ հարգալից մարդկանց հետ։ Մինչդեռ Կարապետյանի փաստաբանները շարունակ պնդում են, թե միլիարդատեր գործարարը ոչ թե խուսափում է հրապարակային խոսքից, այլ պարզապես ֆեյսբուքյան լայվեր անելու հնարավորություն չունի, քանի որ սահմանափակումների տակ է։ Ավելին, ինչպես Կարապետյանի թիմակից փաստաբան Արամ Վարդևանյանն էր օրերս պնդել, պրոբացիայի ծառայությունն այդպես էլ իրենց դիրքորոշում չի տրամադրել, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել։ Պրոբացիան պաշտոնապես հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր։ Կարող է թողը մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից այսօր հակիրճ են արձագանքել Փաշինյանին, պարզապես նրան առաջարկելով իրենց օգնությունը։ Մենք լիովին հասկանում ենք իրեն, Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում եւ գիտակցում է, թե ինչ է կատարվում։ Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով 2 ամսից լքելու է պաշտոնը։ Նրա արձագանքը շատ բնական է։ Փաշինյանը խուճապի մեջ է եւ ունի դրա հիմքերը։ Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել։ Փաշինյանը մինչդեռ այսօր կասկածի տակ դրեց նաեւ Ծառուկյանի ու Կարապետյանի կուտակած հարստության օրինականությունը։ Իրանք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենց փողերը աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով։ Իրանք թույլ են, որպես բիզնեսմեն, իրանք թույլիկ են ուղղակի։ Այդ մարդիկ իրանց փողերի մի հսկայական մասը իրանց չի։ Օտարերկրյա կոռուպցիոն համակարգերին նա ԲՀԿ առաջնորդի խոսնակը վարչապետի այս մեղադրանքներին ի պատասխան հիշեցնում է Գագիկ Ծառուկյանին վերագրվող հայտնի կաշառքի գործը, երբ 2020-ին Ծառուկյանն այդ մեղադրանքով զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա կալանավորվեց եւ 6 տարի ձգված քննությունից հետո խոշոր գործարարը դատարանի կողմից արդարացվեց։ Կարապետյանները Փաշինյանի կոռուպցիոն մեղադրանքներին դեռևս չեն արձագանքել։
Երևանում է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը, վարչապետի եւ փոխվարչապետի հետ բանակցություններից հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հատուկ ընդգծել է, որ Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են խիստ կարևոր նկատի ունենալով տարածաշրջանում ընթացող պատերազմները։ Շատ բան է տեղի ունեցել, վերջին այցից հետո աշխարհն ավելի անկայուն է դարձել, ել ավելի Եվ սա եւս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է մեր գործընկերությունը Հարավային Կովկասում։ Դա եւս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ եւ բարեկամներ։ Հենց այդպես ենք մենք ընկալում Հայաստանը։ Թույլ հյուսիսում եւ հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ։ Փոխվարչապետ Գրիգորյանի հետ մենք միասին դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի եւ Ասիայի միջև փոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար։ 2022 թվականից ի վեր այս ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է, պատկերացրեք, ճիշտ ներդրումների պարագայում 2023 թվականը կարող է ել ավելի կրկնապատկել, ինչը բխում է Հայաստանի եւ Եվրոպայի շահերից։ Սակայն մեր համագործակցությունը եւ աշխատանքը սահմանափակված չէ միայն առևտրով եւ տնտեսությամբ, ես դիտարկում եմ սա նաեւ որպես խաղաղության նպաստող ներդրում Հայաստանը եւ Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել խաղաղության եւ կայունության ուղղությամբ եւ ես ցանկանում եմ ողջույնս եւ բարձր գնահատանքը կիսել ներդրված ջանքերի վերաբերյալ։ Միասին Եվրոպան ցանկանում է աջակցել մենք ներդրումների տարածաշրջանային կապակցվածության ուղղությամբ նպաստելով կայուն խաղաղությանը, անվտանգությանը եւ բարեկեցությանը։ Լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում, իսկ այս թողարկման երկրորդ հատվածի թեմաներն են։ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացնում է Իրանին ծանր հետևանքների մասին։ Կարողանա արդյոք մեղադրյալի կարգավիճակ ստացած կաթողիկոսը մասնակցել Վրաստանի պատրիարքի հուղարկավորությանը։ Երկրորդ հատվածը սկսենք միջազգային լրահոսից, Մերձավոր Արևելքում պատերազմի վերջը չի երևում, կողմերը միմյանց սպառնում են նոր, ավելի հուժկու հարվածներով։ Զուգահեռ ամերիկյան ներքաղաքական կյանք է մտել քննարկումը, արդյոք արդարացված էր հարձակումը Իրանի վրա։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը վճռական հաղթանակ են տանում Իրանի դեմ պատերազմում։ Ռազմական գործողությունների 20-րդ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ Փիթ Հեքսեթը նշել է, որ ռազմարշավի նպատակները նույնն են, ինչ առաջին օրը։ Ոչնչացնել հրթիռները, հրթիռային արձակման կայանքները, Իրանի պաշտպանական արդյունաբերական բազան, որպեսզի չկարողանան վերակառուցել, նավատորմը եւ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նախարարը քննադատել է լրատվամիջոցների մի մասին իր պնդմամբ պատերազմն անազնիվ լուսաբանելու համար, ապա պնդել, որ ոչնչացվել է Իրանի ռազմական արդյունաբերության օբյեկտների մեծ մասը։ Հեքսեթը վստահեցրել է պատերազմը կշարունակվի այնքան, մինչև հասնեն դրված նպատակներին։ Ըստ նրա, Իրանը լավ գիտի, որ Խարկ կղզուն հարվածները ԱՄՆ-ին վերահսկողություն է տալիս երկրի ճակատագրի նկատմամբ։ Ամերիկացի պաշտոնյան նաև հաստատել է մամուլի հրապարակումները, որ Պենտագոնը պատրաստվում է դիմել Կոնգրեսին պատերազմը շարունակելու հավելյալ ֆինանսավորման համար։ Ըստ Washington Post-ի Հեքսեթը հավելյալ 200 միլիարդ դոլար է պահանջելու։ Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր Թեհրանին ծանր հետևանքներով սպառնացել, եթե իրանական զինուժը կրկին հարվածի Կատարի Ռաս Լաֆանի հեղուկ բնական գազի վերամշակման գործարանին։ Այն ամենամեծն է աշխարհում եւ ապահովում է գլոբալ պահանջարկի մոտ 25%-ը։ Իրանն այս գործարանին հարվածել էր այն բանից հետո, երբ իսրայելական զինուժը 3 հրթիռակոծեց իրանական հարավային Պարսի բնական գազի հանքավայրը։ Կատարը խստորեն դատապարտել է հեղուկ գազի գործարանի վրա հարձակումը, որին զգալի վնաս է պատճառվել։ Պաշտոնական Դոհան իրանցի մի քանի դիվանագետի արտաքսել է երկրից։ Այս հարվածներից ժամեր անց Դոնալդ Թրամփը պնդել է, թե Իսրայելն ԱՄՆ-ին նախապես չի տեղեկացրել այդ գործողության մասին, թեև իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ այն տեղի ունեցել ԱՄՆ համաձայնությամբ։ Թրամփը խոստացել է, դա չի կրկնվի, եթե Իրանը նորից չհարվածի Ռաս Լաֆանի գործարանին։ Այդ դեպքում ԱՄՆ-ն Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա զանգվածաբար կպայթեցնի հարավային Պարսի գազի հանքավայրը այնպիսի ուժով եւ հզորությամբ, որ Իրանը երբեք չի տեսել։ Իրանի Միացյալ Մարտական հրամանատարության շտաբի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելը մեծ սխալ է գործել Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելով։ Իրանը լիովին կոչնչացնի ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքները, եթե իր էներգետիկ օբյեկտները նորից թիրախավորվեն, սպառնացել է Էբրահիմ Զոլֆաղարին։
Եթե դա կրկնվի, ձեր եւ ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հաջորդ հարձակումները չեն դադարի մինչև լիակատար ոչնչացումը, եւ մեր պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան գիշերվա հարձակումները։ Ու մինչ ԱՄՆ-ն եւ Իրանը սպառնալիքներ են փոխանակում, ամերիկացի օրենսդիրներն ազգային հետախուզության տնօրենից Սենատում պատասխաններ են պահանջել, թե ինչու ԱՄՆ-ն միացավ Իրանի դեմ պատերազմին եւ կար արդյոք միջուկային ուղղակի սպառնալիք։ Թուլսի Գաբարդն ասել է, որ իր ղեկավարած կառույցի գործը չէ որոշել, թե ինչն է անմիջական սպառնալիք ԱՄՆ-ի համար եւ ինչը ոչ։ Իրենք տեղեկություններ են հավաքում եւ տրամադրում նախագահին, ասել է նա։ Հետախուզական համայնքը եզրակացրել է, որ Իրանը շարունակում է մտադրություն ունենալ ուրանի հարստացման իր կարողությունների վերականգնման եւ հետագա ընդլայնման հարցում։ Միակ մարդը, որ կարող է որոշել, թե ինչն է անմիջական սպառնալիք եւ ինչը ոչ, նախագահն է, եւ նա է կայացրել այդ որոշումը։ What is and is not an imminent threat is the president. Գաբարդը նաև նշել է, որ Իրանի կառավարությունը շարունակում է գործել, սակայն զգալիորեն թուլացել է պատերազմի հետևանքով։ Չնայած պատերազմին ԱՄՆ մասնակցության վերաբերյալ շատ հարցեր դեռ անպատասխան են մնում, Reuters-ը հղումանելով 4 աղբյուրի հայտնում է, որ Սպիտակ տունը քննարկում է Մերձավոր Արևելք հավելյալ զորք ուղարկելու հարցը։ Իսկ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 20-րդ օրը։ Իսրայելը հայտարարել է, որ Իրանի Համադան նահանգում ուղղաթիռ են ոչնչացրել։ Ըստ իրանական լրատվամիջոցների Դորուդ քաղաքում ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են բնակելի շենքի։ Սպանվել է առնվազն 12, վիրավորվել 116 մարդ։ Զոհեր եւ վիրավորներ կան նաեւ Մալեկան քաղաքում, Թավրիզում 4 սպորտսմեն է սպանվել։ Թեհրանում իրանցիները երեկոյան ակցիա են արել, որի ժամանակ այրել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրոշները, նաեւ Դոնալդ Թրամփին եւ Բենյամին Նեթանյահուին պատկերող մանեկեններ։ Զուգահեռ Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանին, բանակը հայտարարել է, որ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ավելի քան 20 մարտիկ է սպանել։ Առնվազն 10 զոհ կա նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Իրանը մի քանի անգամ հարվածել է Իսրայելին, վնասվել է շենք, տուժածներ չկան։ Իրանական զինուժը նաև շարունակել է հարվածներն էներգետիկ օբյեկտներին Պարսից ծոցի երկրներում։ Կատարի ափերին մոտ եւս մեկ նավ է հարձակման ենթարկվել։ Պատերազմի ընթացքում Իրանում սպանվել է առնվազն 1456, վիրավորվել 18667 մարդ։ Լիբանանում զոհերի թիվը 968 է, վիրավորներինը 2220-ից ավելի։ Իսրայելում սպանվել է 17 մարդ, վիրավորվել 3924-ը։ Ամերիկյան կողմն ունի 13 զոհ։ Ծոցի մյուս երկրներում եւս զոհեր եւ վիրավորներ կան։ Չդադարող պատերազմի պատճառով հեղուկ գազի գինը բարձրացել է մոտ 30%-ով, 4%-ով էլ թանկացել է նավթը, կարճ ժամանակով հասնելով 1 բարելի դիմաց $115։ Իրանցի օրենսդիրներից մեկը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է տարանցիկ վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Նեղուցով արտահանվում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Միացյալ Նահանգների միջնորդությամբ ազատ է արձակել 250 բանտարկյալի, նրանցից 15-ն ուղարկվել են Լիտվա, մյուսները կմնան հայրենիքում։ Վաշինգտոնն էլ իր հերթին մեղմացնում է պատժամիջոցները Բելարուսի ֆինանսական հատվածի համար։ Իդեպ Եվրոպայի վերջին բռնապետի համբավն ունեցող Լուկաշենկոն գուցե նաև Սպիտակ տուն այցելի Բելարուսի պետական լրատվամիջոցը վկայակոչում է ամերիկացի բանագնաց Ջոն Քոլին, որն այսօր Մինսկում բանակցել է Բելարուսի առաջնորդի հետ։ Ստանձնելով պաշտոնը նախագահ Թրամփը մեղմել է Բելարուսի նկատմամբ տասնամյակների պատժամիջոցները, Մինսկին հրավիրելով իր նախաձեռնած խաղաղության խորհուրդ։ Ի պատասխան Լուկաշենկոն էլ ազատ է արձակում քաղբանտարկյալների։ Իրաքի Վրաստանում հրաժեշտ են տալու կաթողիկոսին շուրջ 50 տարի վրաց եկեղեցին առաջնորդած Իլիա II հուղարկավորությունը Հայաստանում ներքաղաքական հարց է դարձել։ Կաթողիկոս Գարեգին II-ը Հայաստանից հեռանալու արգելքի տակ է, իրավապահները խափանման միջոց են սահմանել մեղադրանքին կից։ Կարողանա ամենայն հայոց կաթողիկոսը հատել Հայաստանի սահմանն ու Թբիլիսիի Սիոնի տաճարում մասնակցել Վրաստանի պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Հարցն այն է, որ Գարեգին II-ը արդեն 1 ամիս է մեղադրյալի կարգավիճակ ունի, երկրից բացակայելու արգելքով։ Մայրաթորից պարզաբանում են, հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը դեռ հստակ չէ։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք երջանկայիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել։ Երբ այն լինի, արարողություններին հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի, պայմանավորված վրաց ուղղափառ եկեղեցու սահմանած արարողակարգով։
Պատրիարքարանն արդեն հրավերներ է ուղարկել, այսօր լրատվամիջոցներին հայտնել է Ախալքալաքի Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոս Փաչուաշվիլին։ Նա ասել է նաև, որ ամենայն հայոց կաթողիկոսն ուզում է գալ մտերիմ պատմական հարաբերություններ ունեին վրաց պատրիարքի հետ։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել եւ եթե նրան թույլ տան կգա, ասել է վրացի բարձրաստիճան հոգևորականը։ Իլյա երկրորդին կհուղարկավորեն Կիրակի օրը։ Մայրաթորի փաստաբաններից տեղեկացանք, եթե վեհափառը որոշի մասնակցել, միջնորդություն պիտի ներկայացնեն դատարան, որպեսզի նրա բացակայելու արգելք խափանման միջոցը կամ վերացվի, կամ փոփոխվի։ Այսպիսով դատարանը կորոշի վեհափառը հարևան բարեկամական երկրի ամենահեղինակավոր դեմքի պատրիարքի հուղարկավորությանը կկարողանա մասնակցել, թե ոչ։ Այս թեմայով հարց այսօր լրագրողները նաև Հայաստանի վարչապետին են ուղղել։ Հայաստանի Հանրապետությունը հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով եւ այսինքն ցավոք ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ եւ մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք։ Ցավոք բառից ենթադրում ենք, որ Փաշինյանը չի մեկնելու Վրաստան։ Նա արդեն զրուցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, փոխանցել ցավակցությունը։ Իսկ վեհափառը Փաշինյանը հարցը փակում է ավանդական դարձած եղանակով։ Ես կտրիչ ներսիսանի չեմ ճանաչում որպես կաթողիկոս։ Կարագին երկրորդը 3 է վրաց սքակիր բարեկամ ժողովրդին ցավակցագիր ուղարկել։ Նորին սրբություն Իլյա Բ. կաթողիկոս պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ եւ աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ պատրիարքը հայրական իմաստությամբ ու սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը, հաստատում պահելով վրաց Սուրբ եկեղեցու առաքելությունը։ Կարդում ենք Մայրաթորի ցավակցականում։ Վրաց պատրիարքը վախճանվեց 93 տարեկանում, նա կեսդար պատրիարքական գահին էր, հաղթահարել է այդ երկրի պատմական մի շարք փուլեր ու պահպանել հեղինակությունը։ Ժամանակ առ ժամանակ նրան մեղքեր էին վերագրվում, ռուսական ագենտ լինելուց մինչև սեռական կողմնորոշման վերաբերյալ հարցադրումներ։ Վրաց եկեղեցին նույնպես բարեփոխիչների ակտիվ փուլով է անցել։ Այս ամենից սակայն վրաց պատրիարքի ազդեցությունը, հեղինակությունը չի սասանվել։ Այսօր նրան հրաժեշտ են տալիս ցավով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պատրիարքին ամեն ինչի համար, նրա տոկունության, անքուն գիշերների, սիրո եւ անձնազոհության համար։ Նա մեզ համար օրինակ էր։ Մեր ազգը կորցրել է հոգևոր հորը, սա շատ մեծ կորուստ է մեր երկրի համար։ Չգիտեմ, հավանաբար Տերը մեզ ճանապարհ ցույց կտա։ Բազմամարդ է հրաժեշտի արարողությունը, իսկ հուղարկավորության օրվան ընթരാճ Վրաստանի իշխանությունները Թբիլիսիի քաղաքային տրանսպորտն անվճար են դարձնում, շրջաններից եկողներին նույնպես անվճար տրանսպորտ։ Իլյա երկրորդն ինքն ավելի քան 50,000 սանիկ ունի, 2008-ին խոստացավ մկրտել ընտանիքների ամեն երրորդ երեխային ու սկսեցին ավելի շատ երեխաներ ծնվել Վրաստանում։ Իսկ ով կլինի Վրաստանի նոր պատրիարքը Իլյա երկրորդի առողջական վիճակով պայմանավորված, նրա պարտականությունների մեծ մասը տեղապահ Շիո Մուջիրին էր իրականացնում։ Այժմ էլ նա կկառավարի վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր պատրիարքի ընտրությունները։ 40 օրից ոչ շուտ ու 2 ամսից ոչ ուշ սինոդը կհավաքվի ընտրության օրակարգով։ Բարձրաստիճան հոգևորականների շրջանում արդեն իսկ մտահոգություններ կան, որ իշխանությունը պատրաստվում է միջամտել այս ընտրություններին, նույնիսկ հանգուցյալ պատրիարքի խոսքերն են վկայակոչում, ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ մեկը չպետք է խառնվի այս գործին։ Բռնության ու ճնշումների մասին է ահազանգում Շենգավիթցի մաքրուհին, ընդ որում պնդում է, թե թաղապետարանի պաշտոնյաների կենտրոնում է հայտնվել, երբ բողոքի ակցիա է արել կառավարության դիմաց։ Մամայի
Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը պնդում է փետրվարին Թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից։ Ազատությանն ասած աշխատավարձը ստանալու պահանջով տեսախցիկը միացրած էր մտել Թաղապետարան, որ հետո ապացույցներ ունենար։ Սերգո հենց հիմա ինձ բացատրի, ուրա իմ աշխատավարձը։ Խի ես դու ու Լութվիկը իմ աշխատավարձը ձեզանով արել։ Խի եք զրկտվել իմ աշխատավարձը։ Ուրա իմ աշխատավարձը։ Իմ աշխատավարձը դու հենց հիմա։ Չէ, չենք փոշմանում։ Չփորձվես ինձ կպնես։ Ով է ինձ թողել։ Հենց հիմա իմ աշխատավարձն եմ ուզում։ Արդեն նախկին հավաքարար Աիդան պնդում է կոմունալ բաժնի պետի ու իր հարաբերությունները լարվել են, երբ կառավարության առջև բողոքի ակցիա էր արել ու պահանջել, որ իրենց մուտքի տանիքը նորոգեն։ Դրանից հետո ըստ 44-ամյա կնոջ աշխատածօրերը չեն լրացրել, հանիրավի մեղադրել, թե լավ չի աշխատում, աշխատավարձն իջեցրել են, հետո գործից ազատել։ 10 օր են ինձ ներկադրել հունվար ամիսը, 145,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը ընդամենը ստացել է 68,000 դրամ աշխատավարձ։ Բայց դուք այդ ընթացքում աշխատանքի եք գնում։ Ընթացքում աշխատել եմ, նկարել եմ, երբ որ ձյուն է եղել, բնականաբար ընդամենը վերցրել ենք բաժակներ, ցելոֆոններ, կոնֆետի թղթեր, բնականաբար այդ ժամանակահատվածում մենք չենք նկարում, որ ասենք ուղարկենք պատասխանատուին։ Հունվարի 12-ից սկսել ենք, որ ձյունը սկսել է հալվելը, սկսել ենք նկարելը, ուղարկելը պատասխանատուին։ Վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն Ազատության հետ զրույցում հերքեց, թե իր ենթակաները հավաքարարին ծեծի են ենթարկել։ Ես չեմ խրախուսում այդ արարքը, մենք բավականին շատ նաև զրուցել ենք մեր աշխատակիցների հետ։ Նկատողություն արվել է։ Իհարկե, բանավոր։ Պարբերաբար եկել է, հույսը կտրել է արդեն, որ ստեղ ենք ել նորից կաշխատի, եւ դրա համար դիմել է այդ միջոցների։ Շատ հաճախ նաև կա հաղորդում ոստիկանությանը, որ երկու անգամ եկել են բնակիչների ներկայացությամբ շատ թունդ հայհոյանքներով Թաղապետարանում զանգել է մեր աշխատակիցներին հայհոյելով, սպառնալով, sense մարդկանց հասցրել է այդ վիճակի, էլի։ Գաբրիելյանն ասում է բնակիչներից շատ բողոքներ են ստացել։ Արկա է տեսանյութեր, ձայնագրություններ, որոնք բնակիչների հետ հայհոյանքներով է խոսում, նորմալ իր տարածքը չի մաքրում, գարեջուր է խմում, փոխանակ աշխատի ու բնակիչների պահանջով իրանք ասել են, որ մենք իրան հանենք աշխատանքից, հետո բնակիչի իհարկե մենք իրավասություններ չունենք, որպես այդպեսին դրանով հանենք, բայց ինքը հետո բավականին շատ բացականներ է նաև ունեցել։ Բացականների հիմքով ինքը հեռացվել է աշխատանքից։ Բնականաբար իրանք ինչքան կարողացել են իմ վրա ցեղեր շպրտել, ես հերքում եմ այն, որ ես կարամ գարեջուր խմեմ, եթե իհարկե կամ վիճել բնակիչների հետ, եթե գարեջուր խմելու լինեմ, բնականաբար ես իմ աշխատանքի ժամանակ չեմ խմի, այլ կխմեմ իմ տանը, որ ոչ մեկ չտենա։ Խմել եմ, գիտեք ինչ եմ խմել, լիմոնադներ է լինում կիլիկիայի, այսինքն մոխիդոյան, արինջա եւ այլն, վերագրել եմ, որ ես գարեջուր եմ խմել։ Ոչ մի բնակիչ էլ իրենից դժգոհ չէ, պնդում է Աիդան։ Ու բնակիչները ինձանից շատ գոհ են եղել, ով կարացել է կոնֆետ տվել, նարինջա տվել, կոնֆետ տվել, որի համար շնորհակալ եմ բնակիչներից, նույնն էլ իմ կողմից է բնակիչը հարգանք ու պատիվ տեսել։ Միջադեպից հետո Աիդան գնացել է ոստիկանություն ցույց տվել իր նկարահանած կադրերն ու պնդել իրեն ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունից ասացին գործն ուղարկվել է քննչական կոմիտե, այնտեղից էլ փոխանցեցին ուսումնասիրման փուլում է։ Աիդան ասաց կառավարության շենքի մոտ այսօր նաև մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին է պատմել իր հետ տեղի ունեցածը։ Նա էլ խոստացել է ճշտումներ անել ու կապվել իր հետ։ Մտահոգված է, մինչև ուսումնասիրեն, գործին ընթացք տան, երկար կտևի։ Այդ ընթացքում ինչպես ապրի, ինքը հաշմանդամություն ունի ու տարեց մոր միակ խնամակալն է։ Աշխատել եմ, անես չի, որ չեմ աշխատել ու մենակ եմ աշխատել, հետս ավելորդ աշխատող չի եղել։ Մենակ ավլել եմ, մենակովս հավաքել եմ։ Ու ոչ մի տրտնջանք չի եղել, որ ինձ իխի ավել շենք չեք տալի կամ երկրորդ աշխատող չեք տալի։ Ես ինքս մենակով 11 շենք մաքրել եմ, 11 շենքն էլ հավաքել եմ, բացակա են դրել ու ես չեմ ստացել, բայց վերջնահաշվարկ որպես այդպեսին ես ստացել եմ։ Ընդամենը 97,000։
Բջջային հեռախոսն էլ ապառիկով էր վերցրել, քաշքշոցների ընթացքում կոտրել են։ Ամեն ամիս 5-5000 մուծում եմ տալի, ինքը տվել է նայեք, ճաքել է, ուզած որպեսի ավելի շատ չճաքի, բնականաբար այս պատյանն եմ առել ես իր համար, ու հիմա ես ապառիկս չեմ էլ փակել ու հույսեր չկա, որ ինքը հետո կաշխատի։ Վարչական շրջանի ղեկավարը պնդում է, ոչինչ պարտք չեն Աիդա Մխիթարյանին, ամեն ինչ վճարել են։ Աիդան, որ հակառակն է ասում, դեռ հույս ունի, որ իրեն կրկին հետ կընդունեն, կամ գոնե այլ վարչական շրջանում մի դուռ իր առջև կբացվի։ Վարչապետի հասցեին ֆեյսբուքյան գրառումից 1 տարի անց իրավապահները հիշել են հեղինակին գիշերով երեխայի ներկայությամբ հրատապ բերման ենթարկել։ Իրավապաշտպանները հիշեցնում են, որ նույն ջանասիրությունը չկա, երբ գրառումներում հայհոյում են ու սպառնում ընդդիմադիրներին, եկեղեցականներին։ Սարան լացելով, Սարան даже գրեցալչում Սուսավանիմ։ Սարայի հետ իրանց ավտոյով միջև այնտեղ թե ինչ վիճակում եմ գնացել, կարել չում ասիմ։ Արցախցի Գայանե Մեսրոպյանը դեռ չի հավատում, որ 2 օր առաջ իր հետ պատահածը մղձավանջ չէր։ Ոստիկանները գիշերով իրենց տուն են եկել, իրեն ձերբակալել ու մանկահասակ աղջկա հետ քննչական տարել, վարչապետ Փաշինյանի դեմ մեկնաբանություն գրելու համար։ Ասма հələ մի հատ ուրախաց եք, որ մասկաներով չենք մտել, ձեռնաշղթա չենք հագցնում, միանգամից գրուպայով չենք մտնում, ուրախացեք, որ տենց չենք ձերբակալում։ Վարչապետի մասին մեկնաբանությունն էլ 1 տարի առաջ է եղել։ Պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած արցախցի կինը ինչ-որ մեկի ստատուսի տակ գրառում է արել, որտեղ սատկացնել բառն է եղել։ Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու 1 տարի անց եկել 5 երեխայի մոր հետևից։ Ասма մի տարի է մենք քեզ ման ենք գալիս, որ գտնենք։ Ես էլ ասում եմ մի տարի է ման եք գալիս, լավ է էտա գտակ էլի ինձ։ Լավ եք աշխատում, լավ երկիր է։ Մի տարի հետո ինձ գտել են մի բառի համար բերման ենթարկել, երեխուս հետ լացելով, ստրեսի մեջ, չգիտեմ ինչ վիճակում, հասնես Դիլիջան։ Ոստիկանները չեն էլ սպասել, որ տան անդամները դուռը բացեն, ներս են մտել ու առանց որևէ բացատրության պահանջել գիշերով Դիլիջանի քննչական ներկայանալ։ Ձերքերս դողում է, ասում շորերս հագնեմ չի լինում, երեխային լացում է, երեխուս հոգեկանը խանգարալուկ, հոգեկան աշխարհը խոխած վատ վիճակում։ Ով է պատասխան տալու իմ երեխու համար հիմա։ Հիմա ես եմ ձեզ մեղադրում։ Գայանեի ամենափոքրը 7 տարեկան Սարան համազգեստավորներին տեսնելով սարսափել է, սկսել է լաց լինել, մորը գրկել։ Փոքրիկ աղջկա հեկեկոցնել ոստիկանների վճռականության վրա չի ազդել։ Մորը 7 տարեկան Սարայի հետ Նորհաչնից Դիլիջան են հասցրել։ Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքն այնտեղ է գրանցվել։ Լացելով, հա, տարել ենք, Սարան ինձանա չի փոկվում, ինձանա կախված, ցուցմունք հատետի տվալ Սարայի հետ։ Գիշերը, այդ վերասում արդեն տրալա 12-ը։ Տագնապած Գայանեն ամբողջ ճանապարհին խնդրել է, որ ասեն, ինչու են իրեն հրատապ տանում, ինչ է արել, որ մանկահասակ երեխային էլ չեն խնայում։ Ոստիկանները, որից մեկը կին է եղել, ոչինչ չեն ասել։ Մի ժամ սպասել ենք, հա, էտա քնիչը եկալա, թղթերը հանել, թե այս ձեր ֆեյսբուքյան էջն է, բա այս ինչ գրառումը կատարել եք, դրա համար ենք ձեզ բերման ենթարկել։ Երբ եք այդ գրառումը։ Մի տարի առաջ, սեպտեմբերի գումչում քանիսին։ Գայանե Մեսրոպյանին 2 օր տարել բերել են հարցաքննել, նա խոստովանել է, որ Փաշինյանի դեմ ինքն է գրել, ասում է գործով որևէ կարգավիճակ չունի, հեռախոսն են արգրավել։ Դուք եք գրել, ասում, հա, ես հերքում չունեմ, որ ես եմ գրել։ Ես եմ գրել, կարող է մարդուն պահի տակ, ազդեցության տակ, այսքանից հետո մարդ ես էլի, հա, բացատրում եմ, ասում եմ, կորցրել ենք, ամեն ինչը թողել ենք, գերեզմաները թողել ենք, ոչ մի բան, ասում եմ, դու լինես իմ տեղը, չես գրի, հալա մի բան էլ ավել կգրեն, ասում եմ, մեկը, այդ բառը չպետք է գրեիր։ Բազմազավակ մորը երեխայի հետ գիշերով հարցաքննության տարած իրավապահները ինչ հաջողություններ ունեն Գառնու բնակիչ Էդվարդ Ստեփանյանի գործով, որ կոչ էր արել կաթողիկոսի գլուխը քարով ջարդել։ Մի հատ քարտը փնկելխին սատկացնել։
Արդ Փաշինյանի ներկայությամբ պատարագից հետո Գառնեցի տղամարդը իշխող կուսակցության կայքի եթերով էր այս կոչը հնչեցրել։ Արդյոք նրան բռնության կոչի համար հարցաքննության կանչել են ու մեղադրանք առաջադրել։ Քննչականից հարցը գրավոր են խնդրել ու երկրորդ օրն է չեն պատասխանում։ Մինչև վերջերս կաթողիկոսի դեմ կոչի հեղինակը ոչ մի կարգավիճակ չուներ։ Իրավապահները ակտիվ են, երբ սոցիալական ցանցերում բռնության կոչերը, ատելության խոսքն ու վիրավորանքները իշխանականների հասցեով են։ Սա դատական գործերն ուսումնասիրած իրավապաշտպանների գնահատականն է։ Ընդհանրապես եթե կարծիք կա, որ ես բոլոր ձերբակալություններին տեղյակ եմ կամ այսինքն հիմա նույնիսկ մամուլում չեմ տեսել դա։ Բայց ես ուզում եմ ասել, ես բացառում եմ, որ առանց հիմքի որ մեկին ձերբակալեն։ Իսկ ինչ կասի պատմության մյուս հերոսը Նիկոլ Փաշինյանը փոքրիկին մոր հետ մարզից մարզ գիշերով քննչական տանելու այս արարքի մասին։ Հասկանում եք, այդ ինչ մտածողություն է ընդհանրապես։ Այսինքն Ղարաբաղում ծնվել է անձեռնմխելիություն, հա։ Իջևանում ծնվել է անձեռնմխելիություն, հա։ Երեխա Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, բացարձակապես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ընդհանրապես տեղյակ չեմ։ Լրատվամիջոցները հայ իրավապահների այս դետեկտիվի մասին երեկվանից են գրում։ Սոցիալական ցանցերում ակտիվ վարչապետը վստահեցնում է, թե պատմությունից տեղյակ չէ։ Օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում, իսկ եթերում այսքանը կհանդիպենք։